Պարոն Մխիթարյան, նախ կխնդրեմ սկսենք շնորհավորանքով, թեև դուք առավոտյան արդեն շնորհավորել եք, բայց նորից ձեր շնորհավորական խոսքը հարազատ քաղաքին։ Իմ համար Գյումրին ուղղակի ծննդավայր չէ, իմ համար Գյումրին շնչող օրգանիզմ է, մարդու պես է, էլի։ Մենք ընկերներով շատ հաճախ, երբ որ Գյումրիի կենացը խմում ենք, ասում ենք մեծ աղբեր կենացը, էլի։ Գյումրին այն վայրն է, որը մեզ եւ հայրաբար սիրել է, եւ հայրաբար դաստիարակել է, երբ պետք է եղել գրգե գուրգուրել է, երբ սխալ բան են կարել, ջղայնացել է, բայց այդ ամեն ինչը երբ կարել է հայրաբար ու յուրաքանչյուր գյումրեցի, ով Գյումրիից դուրս է եկել եւ մեծ հաջողությունների է հասել, գիտի, որ միևնույն է այդ ցիկլը իրեն պատտելու է ու հետ է բերելու իր քաղաք այն բոլոր ձեռքբերումները, որը իր կյանքում ունեցել է, վերադարձնելու իր քաղաքին, իր հողին, իր ջրին, իր ժողովրդին։ Ես ցանկանում եմ, որ իմ քաղաքը երբեք լավ մարդկանց, տաղանդավոր մարդկանց, հանճարեղ մարդկանց պակաս չունենա։ Երբեք իր աշկը թաց չլինի իր որդիների ու աղջիկների համար եւ գիրկը բաց միշտ սպասի իր հարազատ երեխաներին, որովհետև ես գիտեմ դրսում ապրող գյումրեցիներն էլ, թե ինչպես են կարոտում իրենց հարազատ քաղաքը, վստահորեն կարող եմ ասել, որ քաղաքն էլ ձեզ է կարոտում, սիրելի գյումրեցիներ, վերադարձեք, հաճախ այցելեք ձեր քաղաք, ձեր երեխաներին անպայման պատմեք, ձեր քաղաքի մասին բերեք ցույց տվեք, որովհետև այդ գենը անպայման պիտի շարունակվի, Գյումրին տարիքով շատ մեծ է, բայց հոգով միշտ երիտասարդ, պատանի, Աստծուն շատ մոտ, ոնց եղել է, այդպես էլ պիտի մնա, իմ քաղաքին հավերժություն եմ ցանկանում։ Մխիթարյան, թեև այսօր արդեն տեսնում ենք, որ կայանալու է միջոցառում, համերգ է մեծ նախատեսված, սակայն կային տարաձայնություններ։ Մեկ որոշում կայացվեց, որ համերգ լինի, նշվի Գյումրու օրը, հետո որոշում կայացվեց, որ այնուամենայնիվ չլինի։ Ինչպես գիտեինք, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամները այդքան էլ կողմ չէին նշելու Գյումրու օրը։ Ի վերջո Տաշիր բարեգործական ընկերության շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպելու այսօրը, Արդյոք պետք էր Գյումրուն այսօրը ու ինչու էին նման խնդիրներ առաջանում, ինչու էին որոշում կայացնողները դժվարանում։ Տեսեք, միևնույն է որոշում կայացնողները դա ավագանին է եւ ավագանու որոշումով առաջնորդվող քաղաքապետը։ Թե ինչ էր մտածում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, ինձ այդքան էլ անկեղծ ասած հետաքրքիր չի։ Խնդիրը ուղղակի մի բանում էր կայանում, որ մենք ասում ենք, որ քաղաքի բյուջեն շատ սուղ է եւ այդ սուղ միջոցներից էլի սուղ միջոցներ էր պատրաստվում հատկացվել քաղաքի օրվա համար, մենք ասում ենք, որ հարիր չի լինի, էլի, այդքան միջոցներով դա անել։ Խնդիրը զուտ այդտեղ է եղել, թե չէ, իհարկե, ես ինքս միշտ ու անդադար ասում եմ, որ Գյումրիում պետք է միշտ անցկացվեն բարձրորակ, բարձրաճաշակ իրադարձություններ, միջոցառումներ, համերգներ, իվենտներ, որովհետև դու չես կարող քաղաքը հռչակել տուրիստական գոտի, զբոսաշրջության զարգացման ուղի վերցնես ու քաղաքում չանես միջոցառումներ։ Միջոցառումը որպես այդպիսին առաջի գործոնն է, կարևոր գործոնն է զբոսաշրջի ներգրավվելու։ Ինչպես ասեցի վերևում, խնդիրը զուտ այդտեղ է եղել։ Չանցկացնելու ցանկություն ոչ մեկս էլ չենք ունեցել։ Ես շատ ուրախ եմ, որ մեր ձևով շարժումը որոշել է միանալ այս ամեն ինչին եւ հատուկ ուզում եմ նշեմ, որ այս միջոցառմանը քաղաքի բյուջեից ոչ մի դրամ չի ծախսվելու եւ նույնիսկ այն գումարը, որը պատրաստվում էր այն ժամանակ հատկացվել, ուղղվելու է քաղաքի սոցիալական հարցերը լուծելուն եւ ստացվեց իսկապես ոսկե միջինը, քաղաքը ունենալու է շքեղ տոն, շքեղ միջոցառում, քաղաքի բյուջեից էլ հատկացվող են բոլոր գումարները, որոնք պիտի հատկացվեին տոնին, ուղղվելու են սոցիալական ծրագրերին, այնպես որ շնորհավորում եմ քաղաքին, կարծում եմ, որ գտնվել է լավագույն լուծումը։ Պարոն Մխիթարյան, այսօր քաղաքում չէ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը 2 տարի կալանավորվեց, Նախ ձեր կարծիքը այս հարցի շուրջ, արդյոք դուք հենց այս վճիռն էիք ակնկալում դատարանից եւ գյումրեցիները ինչպես ընդունեցին դա։ Եթե անկեղծ ոչ թե սպասում էի, ես գիտեի, ես համոզված էի, որ այդպես էլ լինելու է,
Վստահ եմ, որ Սրբազանի ոգին կոտրել դրանով հնարավոր չի, ավելին Շիրակի թեմի հավատավոր ժողովրդի ոգին կոտրել դրանով հնարավոր չի։ Սրբազանը շատ երկար ժամանակ է արդեն իր հոտի հետ չէ, բայց ֆիզիկապես հոտի հետ չէ, հոգեպես իր հոտի հետ է, իր հոտն էլ իր կողքին է կանգնած, ու ես գիտեմ, որ այդ կապը կտրել ոչ մի դատավճռով հնարավոր չէ։ Ես ամրություն եմ մաղթում մեր Սրբազանին, որովհետև գիտեմ իր թիկունքին Աստված է եւ Հայաստանի ամենահավատավոր քաղաքի Սրբազան լինելը մեծ պատասխանատվություն է եւ միսիա է։ Ինքը շատ լավ այդ միսիան կատարել ու դեռ կատարելու է։ Մեր Սրբազանի տոնն է, թող շնորհավոր լինի։ Ես վստահ եմ, որ ինքը իրոք չեր ուզենա, որ իր քաղաքը տխուր անցկացներ այս ամեն ինչ, ու իմ առավոտյան ուղերձի մեջ ես հատուկ նշել եմ, որ այո, քաղաքում մարդիկ պիտի ուրախանան, պիտի երգեն, պիտի պարեն, բայց իհարկե պիտի հիշեմ, որ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիում մշակույթի տանը թշնամու ռմբահարումից զոհվել են ոստիկաններ, մեր հայրենակիցներ ու մեր համաքաղաքացիներ, Շիրակի մարզի շատ ու շատ ներկայացուցիչներ եւ ցավոք սրտի այսօր բանտարկված է նաև մեր Սրբազանը։ Այդ ամեն ինչը մեր աչքի առաջ ունենալով, մեր գլխի մեջ ունենալով, մեր սրտի մեջ ունենալով մենք շարժվելու ենք առաջ։ Իհարկե հոգիներս իրոք փոթորկված է, բայց այսօր Գյումրիի տոնն է, շատ ուրախ եմ, որ շատ մարդիկ են եկել Հայաստանի տարբեր ծայրերից, ինչ շատ արցախցիներ են մոտեցել այս ընթացքում, ասել են, որ հատուկ են եկել, որովհետև շուշեցիների տեսա, ասում են շատ նմանեցնում ենք Շուշին Գյումրիին, դրա համար մեծ սիրով եկել ենք։ Գյումրին միշտ իր գիրկը բաց բոլորին պատրաստ է ընդունել, այնպես ինչպես 100 տարի առաջ ցեղասպանությունից մազապուրց եղած հայ որբերին ընդունեցին մանկատներում ու հայրություն արեց Գյումրին, այդպես էլ բոլորին պատրաստ է Գյումրին միշտ մեծ սիրով, մեծ հոգատարությամբ ընդունել, այսօր էլ քաղաքիստոնն է, շնորհավոր բոլորիս։